Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է ստանալ շնորհավորանքներ միջազգային գործընկերներից, հեղինակավոր մարզական կառույցներից։ Քիքբոքսինգի համաշխարհային կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ, միջազգային օլիմպիական ընտանիքի անդամ Ռոյ Բեյքերը տեսաուղերձում նշել է, որ այդ ընտրությունը սպորտի ոլորտը ճշգրիտ կառավարելու վկայությունն է։ Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից շնորհավորելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ ընտրվելու առթիվ։ Սա հստակ վկայությունն է առ այն, որ նա շարունակաբար առաջ է գնում սպորտային կառավարման ոլորտում եւ քայլում Հայաստանում սպորտի զարգացմանը համընթաց։ Ցանկանում եմ շնորհավորել նրան աշխարհի քիքբոքսերների անունից, ինչպես նաեւ միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից։ Վերջին տարիներին Գագիկ Ծառուկյանը մեծ ներդրում է ունեցել նաև մարտարվեստների զարգացման գործում։ Թեքվանդոյի Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահ ու Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Կրիվարյուկա Ռեկվարևիչի խոսքով այս ընտրությունը զարգացման նոր հեռանկարներ է բացում։ Ցանկանում եմ շնորհավորել Գագիկ Ծառուկյանին, վստահ եմ նա իր մեծ ներդրումը կունենա նաև այս կառույցը զարգացնելու գործում։ Մաղթում եմ արդյունավետ աշխատանք եւ բարգավաճում։ Գագիկ Ծառուկյանին շնորհավորել են նաև Ղազախստանի երկամարտի համաշխարհային ասոցիացիան եւ ավանդական կարատեի միջազգային ֆեդերացիան։ Մաղթում եմ մեծ ուժ այս դժվարին ճանապարհին, սպորտային դիվանագիտության գործում։ Սպորտը խաղաղության դեսպանն է աշխարհում եւ բոլոր մարտերը պետք է տեղի ունենան մարզական հարթակներում։ Շնորհավորում եմ եւ ցանկանում, որ պինդ ու ամուր մնաք։ Մենք հասկանում ենք, որ իրական առաջնորդությունը չի որոշվում պաշտոնով, այլ պայմանավորված է ծառայելու պատրաստակամությամբ եւ միավորելու եւ մյուսներին առաջ մղելու հմտությամբ։ Ձեր անցած ճանապարհը արտացոլում է այս ոգին։ Ձեր աջակցությունը օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձևերին ցույց է տալիս, որ սպորտը շատ ավելին է, քան ուղղակի մրցակցությունը։ Դա ճանապարհ է, որ կերտում է բնավորություն, արժանապատվություն եւ ներդաշնակություն։ Մենք վստահ ենք, որ ձեր առաջնորդությամբ այս նոր փուլը կնպաստի ազգերի միջև միասնականության հաստատմանը։ Մենք ցանկանում ենք ձեզ ուժ, իմաստություն եւ հաջողություն այս ճանապարհին։ Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները նշում են, այս ընտրությունը ցույց է տալիս ասոցիացիայի երկարաժամկետ ծրագրերը զարգացնել սպորտը ամբողջ աշխարհում։ Ի սրտե շնորհավորում եմ Գագիկ Ծառուկյանին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս ընտրությունը վկայում է, որ ասոցիացիան նպատակադրված է շարունակաբար զարգանալ եւ մեծացնել ազդեցությունը միջազգային սպորտային աշխարհում, այդ թվում Հայաստանում եւ տարածաշրջանից դուրս։ Մենք մաղթում ենք ամենայն բարիք եւ հաջողություններ։ Շնորհավորում ենք պարոն նախագահ։ Մուայ Թայի միջազգային ֆեդերացիայի անունից ցանկանում եմ ձեզ սրտանց շնորհավորել Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ցանկանում ենք անսահման հաջողություններ եւ ակնկալում ենք սերտ համագործակցություն տարածաշրջանում սպորտի զարգացման գործում։ Մենք վստահ ենք, որ ձեր գլխավորությամբ ասոցիացիան նոր բարձունքներ կնվաճի։ Սա եւ մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն։ Ցանկանում եմ ձեզ հաջողություններ եւ ոգեշնչում այս ճանապարհին։ Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը համաշխարհային սպորտի ընտանիքում միշտ բարձր է եղել։ Հենց ՀԱՕԿ նախագահի անձի նկատմամբ մեծ վստահությամբ պայմանավորված բազմաթիվ հուշագրեր են ստորագրվել ու պայմանավորվածություններ ձեռք բերվել մի շարք օլիմպիական կոմիտեների, ֆեդերացիաների եւ մարզական կառույցների հետ։ ՀԱՕԿ նախագահը նաեւ մեծ դեր ունի բազմաթիվ միջազգային մրցաշարեր Հայաստանում անցկացնելու գործում։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։